Նախ աշխատողը պետք է աթոռի եզրին չնստի։ Այսինքն մեջքը միշտ պետք է գոտկային հատվածը հենված լինի աթոռին։ Լավ կլինի, որ փայտից նորմալ աթոռ լինի առանց ակերի, մեջքը լինի ուղիղ, հին ժամանակների, հենց ասեմ, հին ժամանակների աթոռների պես համակարգչի առաջ պետք է հնարավորին չափով մոտիկ նստել, որպեսզի ձեռքերը լինեն սեղանի վրա, որտեղ շատ հաճախ լինում են խնդիրներ եւ ձեռքի հատվածում, երբ որ մկնիկի հետ են աշխատում մեծ մասը, ցավեր են ունենում կամ ներվի բորբոքում ասում դրա։ Ամբողջ ձեռքը պետք է հենված լինի սեղանին։ Եթե այսպես նստի, սա երկար ժամանակ հետո մի քանի ամսից խնդիրների է բերելու, այսինքն գոկրծքային հատվածում մեջքի սկսելու են ցավեր, պարանոցային հատվածում սկսելու են ցավեր։ Հնարավորին չափով պետք է ուսերը ուղիղ պահել եւ 5 րոպե 10 րոպե մեկ գոնե մի փոքր դիրքը փոխվի, որպեսզի արյան շարժանառությունը մի քիչ ավելի ակտիվ լինի, որտեղ նույն դիրքով երբ որ նստում ես, ողնաշարի դիսկերը սկսում են, ոնց ասեմ, ողնաշարը սկսում է հոգնել, ծանրաբեռնվածությունը նույն տեղն է սկսում է գնել դիսկերի վրա, երբ որ փոխում ես, արդեն ինքը փոխվում է եւ դիֆուզիան մի փոքր ակտիվանալով սնուցում է արդեն ողերի մյուս հատվածները։ Նախ հնարավորին չափով գլուխը պետք է ներքև չկախեն, որտեղ արդեն պարանոցային հատվածում է սկսում ցավել, լինում է լարվածություն արդեն տրապեցիա ձև մկանների մոտ եւ դրանից կարող լինի ուրիշ խնդիրներ, այսինքն ճնշման տատանումներ, գլխացավեր, մատքերը սկսում են նմբրել, երբ որ սկսում է զարգանալ արդեն խոնդրոզային երևույթներ, այստեղ խոնդրոզային։ Խնդիր կարող է առաջանալ նաեւ ոտքերում։ Լավ կլինի, որպեսզի աշխատողները մեկ-մեկ օրվա ընթացքում սկսեն ոտնաթաթերը շարժել վերև ներքև, որպեսզի արյան շրջանառությունը ակտիվանա եւ անոթների խնդիրները չունենան ոտքերում։ Շատ ժամանակ չի լինում մոնիտոր, այլ լինում է, ասենք, լեփթոփ է լինում եւ նայելա վնաս ինչ որտեղ, եթե ցածր է, լավ կլինի ուղղակի, եթե աշխատում է նոթբուքով, ուղղակի մի փոքր իրեն ներքև իջացնեն, որտեղ երբ որ ուղիղ է լինում, արդեն ուղիղ ուզենան, չուզենան, աչքերը եւ պարանոցը իջնում է ներքև։ Մոնիտորը դիրքը իհարկե լավ կլինի, որպեսզի դիմացը լինի եւ բարձրությունը, ասենց ասեմ, մոտավորապես չեմ կարող ասել, որ նայի հենց երեսին անմիջապես, բայց գոնե սեղանից մի փոքր բարձր պարտավոր է լինի։ Սա ինքը սխալ է։